Երգչուհի Գաբի Գալոյանը 2024 թվականի դեկտեմբեր ամսին իր ինստագրամյան էջում հայտնեց, որ նշանադրվել է։ Արդեն այսօր երգչուհին ինստագրամյան հարթակում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ հարսի կարգավիճակում է։ Այս տարիների ընթացքում Գաբի Գալոյանն իր անձնական կյանքի մասին հաճախ չէ, որ խոսել է, սակայն այսպիսի կարևոր իրադարձությունների մասին նա սիրով հայտնել է իր երկրպագուներին ու ինստագրամյան հետևորդներին։ Star News-ը շնորհավորում է երգչուհուն ամուսնության կապակցությամբ։ Նշենք, որ կար ժամանակ, երբ Գաբին խոստովանել էր, որ չի կարողանում երգել։ Նա բեմում արված նկարներ էր հրապարակել ու գրել. «Ես 6 տարեկանից բեմի վրա եմ ու երբեք էսպիսի էտապ չի եղել, որ չկարողանամ երգել։ Պատերազմը ջախջախեց մեզ, բառիս բուն իմաստով։ Հուսամ ինձ կօգնեք, ստիմուլ և ուժ կտաք նորից բեմ բարձրանալու և վերադառնալու։ Նաև կհուշեք, թե որ ժանրում եք ինձ ուզում տեսնել՝ ժողովրդական թե կրկին փոփ», նշել էր երգչուհին։ Գաբի Գալոյանը այս տարիների ընթացքում մասնակցել է նաև մի քանի հարցազրույցի, այդ թվում նաև «Ժողովուրդ» օրաթերթի հետ։ Այդ հարցազրույցի ընթացքում Գաբին անդրադարձել է մի շարք թեմաների ու պատասխանել լրագրողի հարցին, որի առաջին հարցը հետևյալն էր. «Գաբի, ինչը կարող եք կտրուկ կերպով բարձրացնել ձեր տրամադրությունը»։ Երգչուհու պատասխանը հետևյալն էր. «Ցանկացած լուսավոր, դրական մարդու հետ հանդիպումը։ Լավ, բարի մարդու էներգիան միանգամից փոխանցվում է ինձ, ինչն էլ անդրադառնում է տրամադրությանս վրա», նշել էր երգչուհին։ Հավաքածուներ ունե՞ք։ Այո, ունեմ, մոմերի, տարբեր երկրներից բերված հուշանվերների հավաքածուներ ունեմ, անկեղծացել էր երգչուհին։ Ձեր մասին լսած ամենազվարճալի ասեկոսեն ո՞րն է։ Վերջինն անձնականիս էր վերաբերում, ասում էին, թե իբր ամուսնացել եմ, այդ պատճառով էլ խզել եմ ընկերություններից մեկի հետ պայմանագրերս, այնինչ դրա պատճառն այն էր, որ լրացել էր պայմանագրի ժամկետը։ Շարժվում եք հոսանքի ուղղությամբ, թե դրան հակառակ։ Կցանկանայի շարժվել հոսանքի ուղղությամբ, բայց միշտ հակառակ ճանապարհն եմ բռնում։ Դա իհարկե դժվար է, բայց այդ ճանապարհին ավելի քիչ ես մրցակիցների հանդիպում։ Իսկ հաջորդ հարցը այսպիսինն էր. գրող, որի ազդեցությունը ձեր կյանքում մեծ է եղել։ Անկեղծ եմ ասում, մորեղբորս Վանո Սիրադեղյանի։ Ես չեմ գովաբանում նրան, պարզապես նա արծարծում է խորը հոգեբանական թեմաներ, և ինձ վրա ամենաշատը ինքն է ազդել։ Սա օբյեկտիվորեն եմ ասում, նշել էր երգչուհին։ Եթե որևէ մեկին պարգևատրելու հնարավորություն ունենայիք, ով կլիներ նա։ Կպարգևատրեի բոլոր այն չգնահատված հայ արտիստներին, որոնք մեծ ավանդ ունեն և ունեցել են արվեստի զարգացման հարցում, սակայն ինչ-ինչ պատճառներով նեղացած հեռացել են Հայաստանից։ Կցանկանայի, որ այդ պարգևատրումները արտահայտվեր ոչ միայն մրցանակի, այլ նաև վերաբերմունքի տեսքով։ Հաջողության հասնելու ձեր գրավականը ո՞րն է։ Նպատակասլացությունը։ Եթե ես բռնեմ որևէ ճանապարհ, ոչ ոք չի կարող ինձ խանգարել անցնել այն։ Եթե նույնիսկ հարվածում են, ընկնում եմ, բայց շուտ ոտքի եմ կանգնում ու շարունակում եմ ճանապարհս։ Համառ, իրատես, թե հաշվենկատ։ Այս 3 հատկանիշներից ո՞րն է ձեր էությանը ավելի մոտ։ Իրատես եմ, նաև համառ եմ, իսկ հաշվենկատությունը շատ հեռու է ինձանից։ Հաշվարկներով չեմ ապրում։ Մի բան, որը սերը չի հանդուրժում։ Դա դավաճանությունն է։ Անգամ ամենածանր պահերին հիշում եք, որ աշխարհում ավելի լավ մարդիկ կան, քան վատ։ Շնորհք, որն ունեք, բայց քչերը գիտեն այդ մասին։ Համեղ ուտելիքներ եմ պատրաստում, սիրում եմ և համեղ ուտել, և համեղ պատրաստել։ Մեծ բավականություն եմ ստանում, երբ իմ պատրաստածը հյուրասիրում եմ ընկերներիս։ Կնոջ ամենամեծ թուլությունը ո՞րն է։ Սիրո բացակայությունը նրա կյանքում։ Ձեր արտաքինի ամենատպավորիչ մասը։ Ինքս ինձ որակավորումներ չեմ տա։ Կփոխանցեմ այն, ինչ սովորաբար ասում են կողքիններս։ Աչքերս է։ Տղամարդը ուժեղ է, երբ կողքին ունի խելացի կին և մայր։ Ձեզ կոտրելու փորձեր եղել են։ Իհարկե, բայց նման դեպքեր ու փորձեր անողները գիտեն, որ դա չի ստացվի։ Պատանի հասակում ավելի խոցելի էի, և ոմանց հաջողվում էր նեգատիվ խոսքերով ու արարքներով կոտրել ինձ, բայց հետո ինչ-որ էներգիայի շնորհիվ առաջ էի մղվում։ Իրականում ինձ հեշտ չէ կոտրելը, անկեղծացել էր Գաբին։ Կարող եք ժամերով սպասել ընկերներիս գալուստին։ Երբ գիտեմ, որ նրանք պետք է գան մեր տուն, բայց ուշանում են, հաճույքով պատրաստություն եմ տեսնում ու համբերատար սպասում եմ նրանց։
Ամենաշատը ձեզ նեղացնում են մարդիկ, որոնք շատ հարազատ են ինձ։ Ինչպես եք արդարանում այն մարդկանց առաջ, ովքեր դժգոհում են, որ իրենց ուշ եք հիշում։ Շատ պարզ ձևով ասում եմ, որ իմ վերաբերմունքը անձնավորված չէ և պայմանավորված է գերհոգնածությամբ, որն առաջ է եկել տարիների ընթացքում։ Երբեմն օրինակ շրջագայություններից այնքան հոգնած եմ վերադառնում տուն, որ մայրիկս կարող է կողքիս նստել ու խոսել, իսկ ես չլսեմ նրան։ Աշխարհը 1000 անգամ ավելի լավը կլիներ, եթե մարդիկ անընդհատ զբաղվեին ինքնազարգացմամբ, սիրեին, խնամեին իրենք իրենց, բացասական էներգիայից զերծ մնային և ագրեսիվ չլինեին։ Եթե խաղաղ, կայացած ու ինքնաբավ մարդիկ մեր կողքին շատ լինեն, աշխարհն էլ ավելի լավը կդառնա։ Պետք է ապրել թեկուզ հանուն, լավ երգեր լսելու, համեղ ուտելիքներ փորձելու, երեխա ունենալու բերկրանքը զգալու, ծնողների, ընկերների ներկայությունը վայելելու համար, ապրեցնող բաներ շատ կան, պարզապես պետք է դրանք նկատել։ Վերջում նշել էր Գաբի Գալոյանը։ Դե իսկ Star News-ն այսքանն էր առանձնացրել այս հոլովակի համար։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ լուսանկար, որոնք այս տարիների ընթացքում Գաբին հրապարակել է իր սոցիալական էջերում։